4%-ը։ Վերադաս մի քանի չինովնիկ ինձ ասում էին, պիտի նվիրատվություն անես։ Չեմ տվել, նվիրատվություն չեմ արել։ Ինձանից հետո 44%-ը գտնվում է վիոլա ջերի սեփականությունն է տարել, որ եկա անպայման ձեզ հետ միասին բարձրաձայնելու են։ Վերեք հետ վերադարձրեք եւ դրանց պատժեք։ Բացի այդ ամեն ինչից։ Ուրեմն եթե մենք 37 տարի չունենք Քրկորյանի պես գյումրեցի, որ կա այստեղ ներդրում անի Գյումրի քաղաքում, ուրեմն պետությունը պետք է ստանձնի այդ պարտականությունը։ Երկրի պարենային եւ ոչ պարենային ապրանքների 60%-ը ներկրվում է դրսից, 40%-ը Թուրքիայից։ Ուրեմն այս պետությունը չի կարող նստի մտածի այսքան գիտական պոտենցիալով, այսքան համալսարաններով, ինստիտուտներով, թե մեզ ինչ է հարկավոր, պամպերսենտով չեք արտադրում Գյումրիում, կամ Գյումրիում կամ Հայաստանում։ 1925 թվականին, ուրեմն Կիրովագանի քիմիական կոմբինատը արտադրում էր գարբիտ եւ էլեկտրոդ, էդել փակեցիկ Թուրքիայից եք ներկրում։ 1941 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանի Հանրապետությունը արտադրում էր 110-ից 120 տեսակի զենք զինանետեր։ Ուրեմն այսօր մենք պատերազմի շեմին կանգնած պետություն ենք ու պատերազմի մեջ ենք։ Մեր երկիրը ինչ է արտադրում։ Այն Հրանտ Բակրատյանը հարկում է այդ մարդուն։ Ինքը ասում էր, պատրոնի գործարանը բերեցինք, տնեցինք ու շատ լավ արտադրում էին։ Ուրեմն ստարյատներ էինք արտադրում, որ թուրքերը զարմացել էին։ Ինչի չի գործում, ում եք սեփականաշնորհել։ Ուրեմն ամբողջ բանակը, միայն բանակը կարող է շուկա դառնալ յուրաքանչյուր հայ գործարանի։ Երկու գործարան ունեինք այստեղ, Կոշիկի գործարան 100 տարիներով Գյումրին զարգացած էր կոշկագործությունը։ Բանակի սապոկներն ու կոշիկները ով է կարում։ Դրսից եք բերում Չինաստանից կամ հագուստը որտեղից եք բերում, ով է դրա մատակարարը։ Բանակը ով է մատակարարում, հələ թափանցիկ ասեք ովքեր են դրանք։ Կտեսնեք, որ իրանք են նախկի եւ ներկա այդ չինովնիկները երկիրը պահել են իրենց այսպես բռի մեջ եւ մեզի պես մեր տեսագին ճանապարհին խփում են, բանդարգում են կամ երկրից ակսորում են, որովհետեւ մնան ստրուկները եւ իրենք իրենց գործը կատարեն ու քանդեն Հայաստանը։ Երկիրը ղեկավարվում է անգլո-թուրքական շների կողմից, լավ իմացեք սա, բարձրաձայնում եմ ես։ Այդ պահելու բան չունենք։ Ինչ մնում է, ինձ վախեցնելը, իմ Տերս Աստված է, լավ իմացեք, ես իրոք հավատքով եմ, ես իրոք աստվածապաշտ տղա եմ եւ մի բան գիտեմ, որ ասում է վախ գոդությունը թերահավատության նշան է, ոնց որ ասում էր Վարդան Մանիկոնյանը, մեռնիմ ես ու գերեզմանից, հասկացար, ես հավատում եմ հարությանը, ես մի րոպե չեմ կասկածում, որ ես 70 տարին հավիտենականության մեջ այս բադիսարագության չափը չկա։ Այո, սրբերը գնում էին նահատակության, եթե պետք է նահատակվել, ես պատրաստ եմ այդ նահատակության եւ ես բարձրաձայն ասում եմ, ով է մեզ ղեկավարում, ուր են տանում, ինչ են անում։ Ամբողջ պատմության մեջ, եթե խորանաք, 5 տարի հայ ազգը առանց կռիվների չի մնացել։ 5 տարի։ Պարսիկ, թուրք, մոնղոլ, թաթար, արաբ միշտ հարձակվել են մեզ վրա։ Մենք խաղաղ ենք մնացել այս 75 տարի, որ ռուսների հետ ենք։ Հիմա սրանք ռուսերին ուզում են ստեղից քշեն, որ ում բերեն։ Ում բերեն, թուրքերին, ուրեմն երբեք չի ստացվի, չի ստացվի։ Այո։ Ինձ մշտական այն ժամանակներն ասում էին։ Բոլորը գալիս խոսում են, խապում փախնում են։ Ես այն ժամանակ մի բան էի ասում։ Գիտեք ինչ կա, անապատական չեքնավոր Եփրեմի խորին ասորին, երբ որ անապատից գալիս է քաղաք, մի ադամ բարոյական պատուհանից ասում է հայր սուրբ, արի էստեղ գործ անենք, քս աղջիկ ջան, արի հրաբարագում, եկսե մարդիկ կտեսնին, եկսե տեղը Աստված կտեսնի, մարդիկ են զորեղ դե Աստված, հիմա Աստվածավախ մարդը, Աստվածասեր մարդը գիտե որ, երբ որ մենակ մնաց իր կաբինետում փաստաթուղթ պիտի ստորագրի ու գումարները պիտի տանի, Սե մարդիկ չտեսան, բայց Աստված տեսավ, մեռնի Մասու զորության, այ եկեղեցու առաջ ենք ասում։ Այսինքն, մեզ պետք է հավատք ունեցող, քիռջ ունեցող, թերժին սատարող, այդ տեր եղնող,
տեր եղնող մարդ է պետք, լավ իմացեք, հերիք է խապվեք, մեր ես ինչը, տո դրա երեսներն չենք տեսել, որ ասես վարը որտեղ է, չի տենել Գյումրու վարը որտեղ է, դրանք ինչ գյումրեցի, ինչ վրեննականցի մենք դրանց ոչ հորերին ենք տեսել, ոչ իրանց ենք տեսել, մի խոսքով դրանց անունները չեմ ուզում, անհատական չեմ ուզում վիավորել կամ ինչ-որ մի բան ասել, մի խոսքով, ես շատ կարող եմ խոսել, հիմա ինչքան խոսեմ կարամ խոսեմ, բայց ես մի բան եմ ասում, այստեղ մեծամասնությամբ հավաքվել են իմ մոտիկները, եթե դուք գնում եք ընտրության, որ ես էր մոտիկն եմ, եկուց կեկակ ես ես լավ բան կանեմ, աշխատանք ունենաք, կամ ես կոմ, կամ են կոմ, չարաչար սխալվում եք, այս սկզբունքով չգնաք ընտրության, գնացեք ընտրության, տեսեք գործը, Տիրոջ Դադաստանին ասում է բանք լրին գործ խոսին, հրեշտակները մարդու գործը պիտի բերեր, լեզուն պիտի կդրվի, գործը պիտի խոսի, տեսեք այսքան ժամանակ ինչ եմ արել այս քաղաքին, այս լրատվությունը, որ մշտական ինձ կապում է, կրագոցները, ինչ կրագոց, հերիք է սուտ խոսակ, ոստիկանության տվյալներով, երկրորդ քաղաքը 7-րդ, 5-րդ տեղն է կրիմինալով, որովհետև մենք պանյատով ենք ապրել, ասել են ճիշտ ու սխալ կա, չի կարելի, խուլիգանություն չենք սիրել, ջեպկիրություն չենք սիրել, անշնորհքություն չենք սիրել, երեխեքին իրար հետ բարեշցրել ենք, որ կան կոնֆլիկտ չլինի, ինչ էլ որ արել եք, դուք ընդեղ նստած խառնել եք իրար, Լենինականը Գյումրին, բաժանիր որդիրես սկզբունքով, որպեսզի գյումրեցիք չբռունցքվեն եւ հիմի պիտի ասեք, տեսար, որ իրանք հարկոծում ենք, տեսեք հիմի ուր է ուզում կան, Գյումրին քիչ է իր համար, գալիս է նայեք, արդեն իրանք դրա մասին, հիմա ինչ ճանապարհը սրանք պիտի փակեն, պիտի հարցակվեն, ինչ ասես պիտի անեն, Տոր կարող է խփեն, կարող է բանդարկեն, ինչ ուզում է անեն, ես պատրաստ եմ, որովհետեւ դուք իմ կողքից եք եւ մեր տերն է բարձրալ Աստված Եթե հարցեր կան, տվեք ես պատասխանեմ։ Ես կարող եմ շատ բաներ ասել, հերթով դուք ուշադիր նայեք ժողովրդյան եւ գնացեք այդ սկզբունքով ընտրության։ Այդքան բան։ Եթե լուրջ հարցեր ունեք, ասեք ես պատասխանեմ։ Հայաստանը գյուղատնտեսական երկիրը փոխեցին գյուղնախարարություն։ Ողորմի հանցավորածը, այո, գյուղատնտեսությունից սրանք ինչ են հասկանում։ 30 տարի ֆերմերությամբ եմ զբաղվում, մինչև այսօր սրանք գյուղատնտեսության նախարարությունն որ փակեն Այս կարևորագույն երկրի մեջ գյուղատնտեսության նախարարությունն են փակել, սպիրտի նախարարությունն են փակում, էկոնոմիկայի նախարարությունը ինչ է անում ընդհանրապես, եթե իրանք սեփականություն չունեն կամ գործունեություն, մի հատ ֆունկցիա չունեն անելու։ Մի խոսքով, բոլորից տեղյակ ենք, ապրել ենք դրա մեջ, գործարաններ ենք ունեցել, ցեխավիկ ենք եղել, գյուղատնտեսությամբ ենք զբաղվել, տեղյակ ենք եւ կարող ենք անել։ Կարող ենք իրոք այդ ծանրացողը վերցնել եւ տրատագից դուրս գալ։ Ոչ թե որևիցե մեկի վրա հույս տնելով, ոչ թե ինչ-որ մի բան անելով, պապա, հորողբոր, ինչ գտնելով, այլ մենք գիտենք ոնց անենք, ինչ անենք ու որտեղից անենք, այսքան բան։ Շնորհակալություն, ուրիշ։ Այ վարպետը մեր, վարպետը ամենափրկիչ կառուցողներից մեկն է, մեր վարպետները։ Բանկա ժողովուրդ ջան, եթե ոչ Ձեր կողքին եք հավատում մինչև վեր։ Առաջ Աստված